Ավանդական ծիսական կերակրատեսակներ հայկական խոհանոցի հարուստ փորձի ու ավանդույթների վրա հիմնված։ Ցանկության դեպքում ավագ խոհարարը կկազմակերպի վարպետաց դաս ձեր սրահում եւ կկիսվի ամենահամեղ կերակուրների բաղադրատոմսերով։ Արարատ Հոլ, հայկական խոհանոցի ամենավառ գույները։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շատ ուրախ եմ ձեզ նորից հանդիպելու համար, շատ ուրախ եմ, որ մենք միասին ենք։ Բարեկամներ, երբ որ միասին ենք, մենք հզոր ենք, երբ որ հզոր ենք, հաղթական ենք։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր ես հյուր ունեմ, իմ հյուրն է Կաբոն ռեստորանի ավագ խոհարար Կարեն Գևորգյանը։ Ողջույն Կարեն։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալություն, շատ լավ։ Շատ ուրախ եմ, որ լավ ես եւ տրամադրությունդ բարձր է։ Ինչ ենք պատրաստելու։ Այսօր ես ուզում եմ պատրաստեմ մի հատ աղցան տեղում ու նվիրեմ Արարատյան խոհանոցին։ Կարեն Գևորգյան սա պատմական օր է։ Տեղում որոշեց աղցան եւ նվիրում է Արարատյան խոհանոց հաղորդաշարին եւ հատկապես, ինչպես նշեցիք, ռեժիսորին։ Աղցան շատ է սիրում։ Իմ ռեժիսորը բարեկամներ շատ բծախնդիր է։ Տեսնենք թե ինչպես կստացվի եւ կհավանի արդյոք այս աղցանը մեր ռեժիսորը։ Ինչ մթերքներ պիտի օգտագործենք։ Մթերքները ես խնդրում եմ տեղում անեմ ու պատրաստեմ, հետո չթվարկենք։ Լավ, ինչ դու կվերցնես, ես դու կթվարկեմ։ Բայց ես ուզում եմ նաև դու աշխատես, ես էլ խոսեմ լավաշի մասին, հացերի հացը բարեկամներ վերջապես վերադարձավ ամբողջությամբ իր բնօրրան հայկական բարձրավանդակ։ Հարգելի հեռուստադիտողներ, մի ուրախալի լուրը, որ ամբողջ Հայաստանն արդեն դրա մասին խոսում է, դա նա է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդության ոչ նյութական ժառանգություն, որպես մշակութային ժառանգություն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատեց լավաշը որպես հայկական մշակութային ժառանգություն։ Ես ուզում եմ շնորհավորել բոլորիս, ուզում եմ, որ բոլոր քայլափող, ամեն քայլափողը, եթե տեսնում ենք, որ գրված է լավաշ, բայց այնտեղ վաճառում են, չգիտեմ ինչ, կարող ենք հպարտորեն բացել այդ դուռը եւ ասել, բարեկամներ, դուք աղավաղում եք մեր մշակութային ժառանգությունը։ Եվ ուզում եմ նաև նշել, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել, շնորհավորել բոլորի, շնորհակալություն հայտնել այն մարդկանց, հատկապես մշակույթի նախարարության այն մեր ընկերներին, հնագիտության ազգագրության ինստիտուտի մեր բարեկամներին, ում ջանքերի շնորհիվ այս ամբողջ ընթացքում, այդ մեծ պայքարի արդյունքում մենք հասանք մեր նպատակին։ Շնորհակալություն։ Իսկ Կարենը մտքերի մեջ է, խոհերի մեջ է, թե ինչ պատրաստի, որ ինչպես նշեցինք, նվերը, ինչ ասենք, ընդունելի լինի, իսկ որ նվերն է, որ ասում ենք ընդունելի չէ։ Այսօր նվիրատվության օր է։ Մենք կունենանք մի լավ նվեր Կարեն Գևորգյանից։ Կանաչ սոխը կտրատեցինք ծղոտաձև։ Եվ տապակը տաքացրինք, ձեթը դաղեցինք, սունկ, ոչ խարասունկ։ Կարեն ջան, դու լռելու ես, ես բացատրեմ։ Այո, ես մտքերի մեջ եմ։ Դու մտքերի մեջ ես, չխանգարենք Կարենին, մտքերի մեջ է, խոհերի մեջ է։ Թող այդ խոհը արար դառնա, խոհարարի միջոցով։ Չերի լոլիկը, իսկ չերի լոլիկը ինչպես մենք կանվանենք հայերեն։ Կերաս լոլիկ։ Չէ՞։ Երևի։ Այստեղ լուրջ է նախապատրաստությունը գնում։ Լուրջ նախապատրաստություն է գնում։ Վերցնում ենք լոբին։ Սունկը տապակեցինք, բոցով հրի մեջ ընդ գազի փող, ծուխ ելաներ, բոց ելաներ։ Եվ հիմա ավելացնում ենք հաշված լոբին։
դեռ մտորում ես, դեռ խոհերի մեջ ես, թե արդեն որոշել ես։ Անում եմ եւ որոշում եմ։ Աստորեն, եթե շատ մթերքրի էր այստեղ, միտքդ մի խառնվել, թե ինչ նորից ավելացնենք, ինչ համադրություն ընտրենք։ Ես մի հարց տամ, ընդհանրապես այս հարցը միշտ ինչ հուզել է։ Ինչի որտեղ լոբի այնտեղ ընկույզ։ Համահունչ են իրար հետ։ Հաճելի է։ Համահունչ են, համահունչ։ Բայց իրար նման չեն, չէ՞։ Լոբին այլ այդպես Լոբին ինքը բույս է։ ինքույզը այլ։ Չորոտ ընկույզը ինքը ավելի յուղալի է։ Ինձ թվում է մեկը մեկին լրացնում է։ Եվ որտեղ պոպոկ ընկույզ եւ լոբի, այնտեղ էլ սխտոր։ Որտեղ պոպոկ, այնտեղ ուժ, էներգիա, ծնունդ, արուզավակներ, բայց ամենակարևորը ուղեղի աշխատանք բարեկամ։ Տեսեք ինչքան ուղեղին նման է։ Փաստորեն սունկը տապակեցինք, լոբին ավելացրինք, ընկույզ դրեցինք, համեմեցինք սև պղպեղով։ Հիմա ինչ-որ մի բան է կատարվում, որ չգիտեմ դա ինչ է կատարվելու։ Մեր արևաբույր կոնյակի հուրը դեռ պիտի կպնի այս աղցանին։ Այսպես է։ Խոհարարին ոգևորի ու քաշվի այսպես մի կողմ։ Ու կտեսնեք, թե խոհարարը ինչ կարարի։ Ավելացրեց Համեմի սերմ, աղացված համեմի սերմ։ իսկ հիմա ես կուզեմ այս սալատը աղցանը մատուցել մի ուրիշ ձևի։ Վերցնում ենք հայկական ավանդական լավաշը։ Լավաշին էլ հայկական մագդիրը պիտի չկպցնել բարեկամներ, որովհետև եթե ասում ենք լավաշ, հասկանում ենք հայկական լավաշ։ Խնդրում եմ ձեր բոլորի ընկերներին, բարեկամներին հորդորեք, որ լավաշի դեպքում այլ մագդիր չկպնի։ Էլ չասենք հայկական լավաշ, որտեղ բնության մեջ այլ լավաշ չկա։ Տեսնում եք ոնց է ոգևորվել, ինձ տեղ էլ չի տալիս, որ մոտենամ։ Իրականում առանց ոգևորության որևէ բան հնարավոր է, որևէ բանի ծնունդ։ Ոչ, պետք է Լինի դա ոգևորվել։ ուտես, լինի դա չգիտեմ միտք, լինի դա նույնիսկ Ոգևորվել, հոգու սիրտ դնել, հոգի սիրտ, որպեսզի ստացվի։ Ես լավաշը կտրատեցի փոքրիկ խորանարդներով, որպեսզի այս աղցանը ուտվի այդ փոքրիկ լավաշներով։ Իսկ հիմա որպեսզի մենք մեր աղցանին լավ տրամադրություն պարգևենք, մենք դնում ենք բարեկամներ բույրը աննկարագրելի բույր ունի։ Այսպես։ Կամ էլ այդպես։ Նորից պիտի հիշեցնենք, տապակեցինք ոչխարասունկ, ավելացրինք խաշված կարմիր գորիսի լոբի,
Այնուհետև ավելացրինք աղ, պղպեղ, կոնյակով այրեցինք, համեմեցինք նաև համեմի սերմով, վերջում ավելացրինք կտրատված կանաչ սոխ, ընկույզը մի քիչ առաջ էլ կտրատված լցրեցինք եւ ձևավորեցինք հենց այսպես լոլիկով, ցիթապտրով եւ լավաշով պիտի ճաշակեն։ Բարեկամներ, ես ուզում եմ ասել, ծնունդը շնորհավոր աղցան Բիայնա։ Իսկ ինչ կասես։ Խնդրեմ, կասեմ բարի ախորժակ, ինձ թվում է ձեր դուրը կգա։ Տիկին ռեժիսոր։ Կարեն ջան, ռեժիսորին հասկացանք, իսկ մեր հերոստատիտողներին ինչ կցանկանաս։ Հերոստատիտողներին մաղթում եմ առողջություն, հաջողություն, ամենայն լավ բարիքները եւ նորից ստեղծագործեք, սիրեք, կատարեք, որովհետեւ կյանքը գեղեցկության համի հոտի մեջ է։ Հարգելի հերոստատիտողներ, ես ուզում եմ ձեր անունից շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել Կարենին եւ ցանկանանք, որ նա ինչպես ինքն է նշում, ստեղծագործի, ինչպես ինքն է ասում, ֆանտազիա, երևակայություն ունենա։ Շնորհակալություն Կարեն, ապրես եղբայր։ Ապրես եղբայր։ Բարեկամներ, որքան էլ որ հաղորդում հետաքրքիր է, բայց այն ունի ժամանակ եւ ժամանակը կամաց մոտենում է իր ավարտին։ Ինձ մնում է ուղղակի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ, որ միասին ենք, շնորհակալություն հայտնենք Կաբոն ռեստորանի տնօրինությանը, որ աջակցեց մեր հաղորդմանը, եւ ցանկանանք, որ մենք լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, հաղթանակների դարաշրջաններ լինենք միասնական եւ հաղթական, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Աղցան Բիայնա, սունկ 200 գրամ, լոբի 150 գրամ, ձեթ 30 գրամ, ընկույզ 50 գրամ, լավաշ, լոլիկ, ձիթապտուղ, աղ, պղպեղ, համեմիսել։ Բարի ախորժակ։